Սիրելի հայրենակիցներ, կխնդրեմ ստուգենք մի հատ տեսնենք ձայնը կա թե ոչ, մինչև որ կհավաքվեն բոլորը կամ որ հաստատ իմանանք ձայն կա, արդեն կսկսենք խոսել, կսկսենք շփվել։ Այս պահին ես ուզում եմ ինձ մի պահ տեղեկացնեն ձայնը նորմալ է թե ոչ, եւ ես կսկսեմ խոսել։ Դինում է, չէ՞ որ ասում են բարձր խոսացեք, չի լսվում, բան տենց։ Դրա համար սկզբից մի հատ ճշտում ենք, էլի։ Նորմալ է։ Մարդիկ ասում են նորմալ է։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, հուսով եմ լավ եք։ Ուրեմն ուզում եմ պատմեմ վերջին օրերի իրադարձությունների մասին։ Քիչ առաջ պետք է ասեմ, որ նորաստեղծ մաս կուսակցության վարչության որոշումն է հրապարակվել։ Գիտեք, այս կուսակցությունը հիմնադրվել է ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կողմից, եւ կուսակցության վարչությունը որոշում է կայացրել եւ հանձնարարել իր անդամ պատգամավորներին, այսինքն երկու պատգամավոր իրենք ունեն հիմա, որպեսզի նրանք սկսեն համանadrությամբ նախատեսված Հայաստանի պարլամենտական պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի գործող վարչապետի անվստահության գործընթաց։ Եթե դուք հիշեք 18 թվականի հեղափոխությունը, այն ժամանակ չկար գործող վարչապետ, կար հրաժարական տված վարչապետ, հիմա գործող վարչապետի անվստահության գործընթաց է մեկնարկում խորհրդարանում։ Գիտեք, համանadrության համաձայն պատգամավորը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ այս իմաստով Հովիկ Աղազարյանը, ում հետ պատգամավոր աշխատել ենք, նաեւ ելք դաշինքի ժամանակ միասին ճանապարհ ենք անցել եւ նաեւ պարոն Հակոբ Ասլանյանը ինձ առաջարկել են տալ համաձայնություն, որպեսզի նրանք կարողանան սկսել անվստահության գործընթաց։ Ըստ համանadrության process-ը հետեւյալ կերպ է գործում, պետք է լինի վարչապետի տեխնացու, որ գործող վարչապետին կարողանան անվստահություն հայտնել։ Եվ քննարկումների արդյունքում մենք մեր համաձայնությունը տվել ենք, բնականաբար նաև մենք ենք քննարկել հարցը, եւ սա շատ լուրջ գործընթաց է։ Ես նաև համանadrության հիմնական թեզերին կանդրադառնամ, եւ վերջին հաշվով մենք այս պահին դեռևս 1 տարի առաջվանից 1 տարի է Հայաստանում քննարկում է, չէ՞ որ impeachment պետք է արվի, impeachment, հիշում եք փողոցներում հազարավոր մարդիկ կային, ես ասում եմ գնացեք պարլամենտ եւ կան ընդդիմադիր խմբակցություններով impeachment-ը նախաձեռնեք, բայց խնդիր կար, որովհետեւ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին չեն բավարարում իրենց ձայներով, որպեսզի impeachment-ի գործընթացը սկսեն, որովհետեւ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական падգամավոր չի միանա այդ գործընթացին, բոլորս գիտենք ում մասին է խոսքը գնում։ Սակայն իրավիճակը փոխվել հիմա, որովհետև քաղաքացիական պայմանագրից կան այլևս դուրս եկած երկու падգամավորներ, ովքեր հայտարարեցին, որ խորհրդարանական ընդդիմության impeachment-ի գործընթացին իրենք չեն միանա, բայց հետո հայտարարեցին, որ իրենք կնախաձեռնեն այլ impeachment-ի գործընթաց։ Խորհրդարանական խմբակցությունները միմյանց հետ բավականին վեճեր ունեն եւ ունեցան այս հարցով։ Եվ ես կարող եմ օրինակ ասել, որ կարող եք նայել Հայկ Մամիջանյանի Facebook-յան էջում, Տիկին Թագուհի Թոմասյանի Facebook-յան էջում, որտեղ նրանք պնդում են, որ ահա մեր 6 ստորագրությունները մենք պատրաստ ենք տալ այս ստորագրությունները առանց նախապայմանների, եթե կառաջադրվի կամ կսկսվի վարչապետին անվստահության գործընթաց վարչապետի տեխնացուով։ Հայաստան խմբակցությունը հայտարարում է, որ 6 ստորագրությունները քիչ են, այդ հայտարարությունները կտեղադրենք բնականաբար։ Պետք է 8 ստորագրություններ, հետեւաբար եթե չկա 8 ստորագրություններ, ինչին միանանք, եւ չկա նաեւ վարչապետի տեխնացու։ Եվ այս քննարկումները շարունակվում են։ Եվ այս ընթացքում Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը սկսում են իրենց նախաձեռնությունը, արդեն ոչ թե ուղղակի անհասցե, այլ կոնկրետ վարչապետի տեխնացուով։ Եվ սա նշանակում է, որ ըստ էության կարող ենք ասել, որ որևէ խոչընդոտ ես չեմ տեսնում, քանի որ հայտարարությունները կարդացել եմ, թե պատիվ ունեմ, թե Հայաստան դաշինքների, որ որևէ խոչընդոտ չկա, որ նրանք նույնպես իրենց ստորագրությունները տեղադրեն ազգային ժողովի նախագահային ուղղվող դիմումի տակ,
որին կից պետք է լինի ազգային ժողովի որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Հիմա ես բնականաբար պետք է այսքանը պատմեի մեր ժողովրդին, որ մարդիկ իմանան process-ը ինչի մասին է։ Ես նաև նկարագրեմ, թե ինչ է ենթադրում process-ը։ Հենց այն պահին, որ փաստաթուղթը պատրաստ կլինի, այսինքն ամբողջությամբ ստորագրությունները կլինեն 36 ստորագրություն, հենց այդ պահից սկսած, երբ որ մուտք կանենք փաստաթուղթը խորհրդարանի քարտուղարություն, այդ պահից սկսած ազգային ժողովի նախագահը պարտավոր է հրավիրել ազգային ժողովի հատուկ նիստ։ Սահմանադրությունը եւ ազգային ժողովի սահմանադրական օրենք կանոնակարգը հստակ կարգավորում են։ Սա շատ կարևոր գործընթաց է, կրկնում եմ։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ այն սկսվում է հետեւյալ կերպ։ Մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծը եւ նոր վարչապետի թեկնածուին, որից հետո մինչև 1 ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս գործող վարչապետը։ Այսինքն վարչապետը 1 ժամ ելույթ է ունենում եւ ասում է ինձ մի հայտնեք անվստահություն։ Օրինակ, որից հետո մինչև 1 ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս նոր վարչապետի թեկնածուն, այսինքն տվյալ պարագայում արդեն առաջադրված թեկնածուն ես, եւ ելույթից հետո սկսվում է հարց ու պատասխան, քննարկումներ խորհրդարանում եւ խորհրդարանը քվեարկությամբ, անվանական քվեարկությամբ, որը երբևէ չի եղել մեր գործող ազգային ժողովում, որտեղ սա պարլամենտական համակարգին հարիր process է, սիրելի հայրենակիցներ։ Սա մի process է, որը պարլամենտի ներսում է տեղի ունենում, եւ այս process-ի համար բնականաբար Հայաստանի Հանրապետության ժողովրդի աջակցությունը պետք է եւ կարծում եմ կայև կլինի, որտեղ հարցը հասունացած է, եւ այս process-ին բոլորը ուղիղ եթերում հետևում են։ Այսինքն սա այդպիսի գործընթաց է։ Բնականաբար շատ կարևոր է, որ մենք հիմա դեպքերից չանցնենք առաջ եւ սկսենք զբաղվել մյուս ստորագրությունների հավաքագրմամբ։ Ես ուզում եմ հիմա զանգահարել ուրեմն պարոն Սերյան Օհանյանին, որ Հայաստան խմբակցության ղեկավարն է եւ պարոն Օհանյանը ղեկավարն է ամենամեծ խմբակցությունն է, դեռաբար մեծից փոքր պետք է զանգահարել կարծում եմ եւ հետո նաեւ կզանգահարեմ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարին եւ խնդրել հանդիպում ֆրակցիաների հետ։ Հիմա տեսնենք մի հատ խոսենք պարոն Օհանյանի հետ։ Հալո, պարոն Օհանյան, հալո, կապի հետ ոնց որ խնդիր կա, անջատվեց։ Հալո, ողջույն պարոն Օհանյան, ոնց եք, լավ, դուք ոնց եք։ Չէ, ես եմ ձեզ զանգում, ես եմ, դուք չեք զանգել։ Հարմար է, հիմա մի հարցով արագ ասեմ, էլի։ Ուրեմն ենթադրում եմ տեղեկացված եք, որ երկու падգամավորներ, պարոն Ասլանյանը եւ պարոն Աղազարյանը սկսել են վարչապետի անվստահության գործընթաց։ Ես բնականաբար հետևել եմ նաեւ ձեր հայտարարություններին Հայաստան խմբակցության։ Եվ խնդրում եմ, որ խմբակցության հետ հանդիպում կազմակերպեք մինչև ստորագրությունները խնդրելը, նկատի ունեմ հարցեր կունենան падգամավորները, ինձ հետ, որովհետև ինձ են առաջադրել падգամավորի վարչապետի թեկնածուն։ Պարոն Օհանյան, հալո, հա, շատ լավ, ես սպասում եմ, էլի, որ ժամին էլ ասեք, ես կգամ, ուր էլ որ ասեք, ես կգամ հանդիպման, հա? Լավ, շատ լավ։ Հա, քննարկեք, շատ լավ։ Սերի այնակիցներ պարոն Օհանյանը ասաց, որ ինչ-որ խառը տեղ էր գտնվում, հիմա զանգենք պարոն Հայկ Մամիջանյանին,
Ես պարոն Մամիջանյանի հեռախոսի համարն էլ պետք է որ ունենամ։ Եվ իսկ զբաղված է պարոն Մամիջանյանը, ամեն դեպքում ես հույս ունեմ, որ ետ կզանգահարի կամ երբ որ կտեղեկանա, պարոն Մամիջանյան, ողջույն, զանգահարում էի ձեզ, որ խնդրեմ հանդիպում կազմակերպեք խմբակցության հետ, որպես վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում վարչապետի թեկնածուի որ զրուցենք, չգիտեմ, հարցեր կարող ունենան մարդիկ։ Խնդրում եմ ինձ հետ զանգեք, պարոն Մամիջանյան, կապի մեջ կլինենք։ Լավ։ Շատ լավ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն, այսինքն մեզանից հիմա մնում է, մենք մի հատ հասկանանք, մենք ամփոփենք, մեզանից մնում է հանդիպել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, ովքեր հայտարարություններ ունեն արված, որ առանց նախապայմանների պատրաստ են միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, իրենց ստորագրությունները դնել։ Ես ուզում եմ ասել նորից կարգը, ուրեմն Հայաստան խմբակցություն, պատիվ ունեմ խմբակցություն, 28 գումարած 6, գումարած 2, մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն, որպեսզի գործընթացը, այս պատմական գործընթացը մեկնարկի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Բնականաբար լուրջ չի սիրելի հայրենակիցներ հիմա խոսել ինչ-որ այլ բաների մասին, երբ որ կլինի նախաձեռնությունը, այսինքն փաստաթուղթը պատրաստ կլինի, մենք կաշխատենք արդեն նախագծի վրա, չնայած հիմա արդեն աշխատում ենք, եւ ձեզ կասենք, թե որ օրը այն մուտք կարվի։ Եվ դրանից հետո նաև թե որ օրը կլինի ազգային ժողովի այդ կարևոր նիստը։ Հիմա սիրելի հայրենակիցներ ուղղակի շատ անհրաժեշտ է, որ մենք այս գործընթացը շատ հանգիստ տանենք, ստորագրությունները բոլորը տեղադրվեն համապատասխան փաստաթղթի տակ եւ շարժվենք առաջ։ Ես կարծում եմ այս պահին այսքանը, բազմաթիվ լրագրողներ են ինձ զանգահարում, հիմա հեռախոսս ուղղակի արդեն նստում է, բազմաթիվ լրագրողներ։ Ես ուզում եմ ասել, որ այս պահին ասելիքս այսքանն է, սրանից ավել բան չեմ կարող ասել, երբ որ կլինի հանդիպման ժամը, վայրը Հայաստան խմբակցության հետ եւ պատիվ ունեմ խմբակցության հետ, եթե այսօր կֆիքսվի, այսօր կտեղեկացնենք ձեզ, որ հանդիպումը կայանում է, վաղը կլինի վաղը, մյուս օրը, գիշերը, ցանկացած պահի ես պատրաստ եմ հանդիպել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետեւ վերջին հաշվով մարդկանց մենք ասում ենք ստորագրությունները անհրաժեշտ են ձեր գործընթացի համար, իրենք հայտարարեն, որ առանց նախապայմանների, այո, կմիանանք բան, բայց ամեն դեպքում կարծում եմ սա նաև կարևոր է Պատգամավորական ինստիտուտի, խմբակցությունների ինստիտուտների նկատմամբ անհրաժեշտ պատշաճ հարգանքի ցուցաբերման առումով, որ հանդիպենք մեր մոտեցումները փոխադարձ ներկայացնենք, թեպետ կարծում եմ հայտնի է, բոլորս էլ հրապարակային գործիչներ ենք եւ գործընթացը իր հունով գնա առաջ։ Լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, այս պահին այսքանը, եթե ավելի հրատապ ինչ-որ բան կլինի ձեզ տեղեկացնելու, ես կտեղեկացնեմ ձեզ պատշաճ կարգով, կամ իմ YouTube-ի ալիքում, կամ այստեղ Facebook-ով, կամ Telegram-յան ալիքում կլինենք բնականաբար կապի մեջ։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։